Արդեն բարի ավանդույթի համաձայն Հովհաննես Թումանյանի թանգարանը հեքիաթագիտական ամենամյա գիտաժողովի շրջանակում համախմբում է հեքիաթագիտության ուսումնասիրությամբ զբաղվող համայնքի ներկայացուցիչներին, վերստին նպաստելու հեքիաթագիտության զարգացմանը Հայաստանում։ Թումանյանի թանգարանը, որ տարիներ շարունակ հեքիաթագիտությունը համարում է իր գործունեության հիմնարար ուղղություններից մեկը, այս իմաստով առաջատարներից մեկն է ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում։ Թումանյան թանգարանը արդեն վաղուց անդամակցում է Եվրոպայի հեքիաթի ուղում եւ մենք այս տարի ընտրվել ենք Եվրոպայի հեքիաթի ուղու գիտխորհրդի անդամ։ Սա շատ պատվաբեր է, որովհետեւ մեխանիկորեն մասնակից ենք դառնում հեքիաթագիտության բոլոր կարևորագույն միջոցառումներին, ընդ որում նաեւ ներկայացնում ենք Թումանյան թանգարանը։ Հեքիաթագիտական 15-րդ երկօրյա միջազգային գիտաժողովի ծրագրում 2 տասնյակից ավելի զեկուցումներ են, հյուրեր Էստոնիայից, Տարտուից եւ Վրաստանից։ Նաև հեքիաթագիրներ, գիտնականներ, բանահավաքներ, հեքիաթի հագուստի պատմության մասնագետներ եւ դիզայներներ։ Իսկ գիտաժողովի խորագիրը բացահայտումներ հեքիաթի հանդերձարանում ինքնին նախանշում է զեկուցումների լայն շրջանակը։ Քանի որ սա մեր 15-րդ գիտաժողովն է, այսինքն մենք շատ թեմաներ արդեն անցել ենք եւ հաղթահարել ենք, այսօր սեվերվել ենք մի շատ հետաքրքիր հեքիաթի համար կարևոր թեմայի վրա, հագուստը, հանդերձանքը հեքիաթում, որը շատ բազմազան է, ցնցոտիներից սկսած մինչև պերճաշուք հագուստ, հագուստի խորհրդաբանություն, հագուստը որպես կերպարանափոխության հնարավոր միջոց։ Գիտական զեկուցումները ներառում են համաշխարհային մշակութային ժառանգության մի ահռելի շերտ, հայկական ժողովրդական հեքիաթներից մինչև պարսկական արաբական պատումներ, հազարան բլբուլից մինչև 1001 գիշերներ եւ Անդերսեն, անդրադառնալով հեքիաթային հանդերձանքի ամենատարբեր իմաստաբանական շերտերին։ Հեքիաթների ուսումնասիրության ժամանակ հստակ երևում է անհատական փոխակերպումները, անհատականացումները, էթնիկական ինքնագիտակցությունն ու ներհայեցողությունները, էթնիկական տեսլականները, օրինակ հեքիաթի խորքային ճիշտ վերլուծության դեպքում մենք կարող ենք նաև ունենալ ազգային տեսլականի սխեմա։ Գիտաժողովի կազմակերպիչները կարևոր են համարում այսօրվա համատեքստում քննարկել հեքիաթի խորհրդաբանության մեջ խտացած կոդերի եւ ծածկագրերի ամբողջությունը, որը կարող է ուղեցույց լինել նաև մերօրյա զարգացումներում։ Նունե Ալեքսանյան, Աշոտ Խաչատրյան, լուրեր։